Պարոն Շարմազանով, այսօր ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն տրվեց պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի Արցախի անկախության ճանաչման օրինագծին եւ ըստ էության մենք տեսանք, որ ազգային ժողովում այդպես էլ մեծ օրակարգային չմտավ, թեև Հրանտ Բագրատյանը հորդորեց այն ունենալ մեծ օրակարգում, սակայն չքվեարկել։ Ինչու իշխանությունը չգնաց այս քայլին եւ արդյոք սա պայմանավորված էր այսօր Սերժ Սարգսյան եւ Ալիև հանդիպման ընթառաջ։ Ոչ միայն իշխանությունը, հիմնական բոլոր քաղաքական ուժերը չեն մասնակցել քվեարկությանը եւ թե Հայ ազգային կոնգրեսը, թե Բարգավաճ Հայաստանը, թե Օրինաձեռքիր խմբակցությունը, թե Հանրապետական խմբակցությունը հստակ նշել են, որ իրենք չեն մասնակցի, ավելին չեն մասնակցել քվեարկությանը նաեւ Ժառանգության խմբակցությունում ընդգրկված որոշ պատգամավորներ, այդ թվում նաեւ անկախ պատգամավորներ, այլ կուսակցությունների ղեկավարներ, ասինքն սա համընդհանուր դիրքորոշում է հիմնականում եւ պետք է դրա մասին խոսենք։ Ինչ վերաբերում է մեր կարծիքին, մեր կարծիքը չի փոխվել, մենք մեկ անգամ չէ որ դրա մասին ասել ենք եւ բնականաբար նպատակը եղել է չվնասել։ Մենք պետք է գնանք չվնասելու սկզբունքով եւ մեկ անգամ չէ որ մենք նշել ենք որ այս օրենսդրական նախաձեռնությունը պետք է անցնի երբ որ գա ժամանակը 131 կողմով։ Հիմա ժամանակն է թե չէ։ Իհարկե հիմա ժամանակը չէ։ Եվ դուք տեսնում եք, որ հիմնական քաղաքական ուժերը, նույնիսկ նրանք, ովքեր որ կողմ քվեարկեցին, բացառությամբ 1-2 բացառությամբ, նշեցին, որ հիմա ժամանակը չի, պարզապես կոնկրետ Հայ դաշնակցությունը չեն կարող կողմ չքվեարկել, մենք էլ չէինք կարող դեմ քվեարկել, դրա համար մենք չմասնակցեցինք։ Մեր նպատակը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը եւ բոլոր այն քայլերը, որոնք որ կոժանդակեն միջազգային ճանաչմանը։ Ես չեմ կարծում, որ միակողմանի ճանաչումը այս փուլում կտաներ դրան։ Բայց ինչ էր խանգարում մեծ օրակարգ բերելը։ Միթե դա խնդիր կառաջացներ, ի վերջո սա կարևոր խաղաթուղթ չէր լինի։ Որպեսզի ձեր բոլոր մտահոգությունները ավարտվեն, ես որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ ասում եմ, երբ գա ժամանակը, մի վայրկյանում եւ մեծ օրակարգ, եւ քարորյա նիստերի օրակարգ, եւ եթե հարկ լինի արտահերթ նիստով, մենք այդ խնդիրը կարող ենք լուծել։ Այս պահին ժամանակը չի, եւ ես կարծում եմ, որ այս պահին Արցախի հարցը այն հարցը չէ, որ այս կամ այն քաղաքական գործիչը կամ քաղաքական թիմը պետք է փիառվի։ Սա շատ լուրջ հարց է եւ մենք պետք է գնանք բանակցությունների ճանապարհով, եթե դա հնարավոր է։ Աստված չանի, եթե մենք բանակցություններով չկարողանանք առաջընթաց ապահովել եւ պատերազմը լինի անխուսափելի եւ Ադրբեջանը գործի լայնամասշտաբ ագրեսիա, բնականաբար մեր կարծիքը չի փոխվել։ Մենք այդ ժամանակ ստիպված կճանաչենք Արցախի անկախությունը միակողմանի, բայց մեր նպատակը ոչ թե միակողմանի կամ ստիպված ճանաչումն է, այլ մեր նպատակը միջազգային ճանաչումն է։ Եվ մենք պետք է քայլեր կատարենք, որոնք չվնասեն այդ միջազգային ճանաչմանը։ Իսկ այսօր նմանատիպ քայլի կատարումը, եթե լիներ ի հակառակ, բնականաբար դա առաջին հերթին կվնասեր Արցախին։ Իբրև իշխող կուսակցության ներկայացուցիչ, ինչպես է գնահատում երկրորդ նախագահի Լեռնային Ղարաբաղ այցելությունը, ըստ էության Բակո Սահակյանի հետ հանդիպեց, բացի այն, որ հանդիպել են եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի քարորյա պատերազմը, դրա արդյունքները եւ այլն, այնուամենայնիվ որևէ տեղ որևէ լուսանկար եւ որևէ հրապարակում չեղավ, արդյոք իշխանության հետ կա ակնհայտ տարբերություն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ինչպես եմ գնահատում ցանկացած հանդիպումներին դա առաջին նախագահի, երկրորդ նախագահի, երրորդ նախագահի, թե ընդդիմադիր այլ գործիչների հանդիպելը լավ բան է։ Իսկ ինչպես եմ գնահատում Կիսիմիր կարծիքները, ես չեմ նրա խոսնակը, ոչ էլ նրա քաղաքական թիմի ներկայացուցիչը, որպեսզի գնահատականներ հնչեցնեմ։ Այնուամենայնիվ այս ընթացքում փորձ եղել է հանդիպում կազմակերպելու, քննարկելու։ Դուք գիտեք, որ ես երբ որ առաջին նախագահը դիմեց հանրապետության նախագահին հանդիպելու համար, ես դա ողջունեցի, եւ երբ որ հարգարժան երկրորդ նախագահն էլ նշեց, որ ինքը հարմար չի գտնում կամ ճիշտ չի համարում գոնե այս փուլում, չգիտեմ ո՞ր զվարճ, բայց ասի իմաստը դա էր հանդիպել նախագահի հետ, ես ասացի, որ կգա մի օր, որ երկրորդ նախագահն էլ կվերանայի իր դիրքորոշումը եւ կմիանա համազգային կոնսոլիդացիային։ Մնում եմ իմ կարծիքին, կես քայլը կատարել է երկրորդ նախագահը, գնացել է Արցախ, հանդիպել է Բակո Սահակյանին, կարծում եմ կգա ժամանակը, որ հարգարժան երկրորդ նախագահը կվերանա իր դիրքորոշումը չհանդիպելու, չմիավորվելու եւ կմիավորվի համազգային այս միասնությանը։ Նախագահ Սարգսյանի օրակարգում այսօր առաջնային խնդիրը
ազգային միասնության ապահովելն է բոլորի հետ եւ մեր օրակարգում միասնությունը պետք է լինի անկախ նրանից ում հետ ինչպիսի տարաձայնություններ ունենք մենք պետք է մի բան գիտակցենք ազգովի որ Արցախյան հարցում ազգային խնդիրներում մենք պետք է լինենք միասնական եւ փառք ու պատիվ բոլոր նրանց ովքեր կարող են մի կողմ դնել անձնական դրդապատճառները եւ գնալ առաջ։ Դրանով էր պայմանավորված իմ բարձր գնահատականը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի գործողություններ։ Ինչ պիտի անի իշխանությունը, որ հանրությունը գոնե մի փոքր վստահի։ Կոռուպցիայի դեմ պայքարը այսպես ծիծաղով է ընդունում, լուրջ է ընդունում, ասում, որ սա առաջին ելույթը չէ, առաջին հանրականը չէ։ Հանրությունը որևէ կերպ չի հավատում, որ իշխանությունը ինքն իրեն կզսպի, ինքն իր դեմ կպայքարի։ Վստահության վերաբերյալ պետք է ասեմ, որ չեմ կիսում ձեր արմատական գնահատականները, այն կարծիքին էլ չէ, որ մենք վստահության որևէ խնդիր չունենք։ Երրորդը, սա որևէ քաղաքական նպատակներ, այսինքն նախընտրական նպատակներ չի հետապնդում։ Փետրվար 12-ին նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել, շատ խիզ ելույթ, եւ փետրվարի 12-ից արմատական առումով սկսել են այդ աշխատանքները։ Պարզապես ապրիլյան քարորիա իրավիճակը ավելի արագացրեց եւ ավելի օպերատիվ դարձրեց այդ խնդիրների որ առաջ լուծումը։ 17 թվականին կլինեն ընտրություններ եւ 17 թվականին կերևա թե հանրությունը ում է վստահում, ով չի վստահում, ես չեմ ուզում հիմա ոչ անպագորգոր բառեր ասել, որ մեզ շատ են սիրում, շատ հարգում են եւ մեր դեմ խաղ չկա եւ ոչ էլ ուզում եմ ասել թե ում կվստահի։ Հանցան կորստի վտանգ զգում եք այնուամենայնիվ։ Գիտեք, ես այն քաղաքական գործիչների թվին չեմ պատկանում, որ ամեն գնով իշխանության պահելու ջատագով է։ Իշխանությունը ինքը միջոց է, ինքը երբեք նպատակ չի կարող լինել, բայց բոլոր խնդիրներով հանդերձ բերեք ընդունենք, որ հանրապետականը մնում է ամենակայացած, ամենաառանցքային, ամենաազդեցիկ քաղաքական ուժը, բայց ես հիմա չեմ ուզում ընդդիմություն ես դեռ մի 10 ամիս կա եւ խոսենք ընտրական գործընթացների վերաբերյալ հանրապետականի նպատակը, որպեսզի մենք կարողանանք ունենալ պետական լուրջ համակարգ քաղաքական ընդդիմություն եւ իշխանություն, որտեղ լինի բացառապես գաղափարական պայքար։ 17 թվականին օրը կգա բարին հետը պետք չէ շտապել, իսկ այն որ հանրապետության նախագահի մեր քաղաքական թիմի նպատակները ազնիվ են, ես խնդրում եմ որևէ մեկը մի վարքյանը չկասկածի։ Երկրորդ հարցը կան խնդիրներ, իհարկե կան խնդիրներ, եւ այդ խնդիրները մեկ օրում չէ որ պետք է լուծվեն, եթե բոլորը սպասում են որ մի ամիս հետո կոռուպցիա չի լինելու, 10 տարի հետո ամենակայացած երկրներում կոռուպցիա կա։ Պարզապես պետք է սկսել պայքարը, սկսել աշխատել։ Եվ ես այն ժամանակ եմ ասել, արդյունքները կամ տեսանելի են լինում, կամ անտեսանելի են լինում։ Եվ միշտ չի որ արդյունքները միանգամից են երևում կամ միանգամից տեսանելի են լինում։ Քաղաքականությունը, քաղաքական պայքարը շատ նման է այսբերգի, երբ որ երևում է ընդամենը 10%, բայց 90%-ը աննկատ եւ ժամանակ է պետք։ Այսօրերին արդեն կարծեք թե պարզ դարձավ, որ Ռուսաստանից այդ 200 միլիոն վարկի դիմաց զենքը չենք ստանալու։ Ես նախ չեմ հասկանում, երբ որ սլակներն ուղղում են Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանից որևէ մեկը, ես պաշտոնապես հայտարարում եմ, որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ այդ 200 միլիոնը չի լինելու։ Ընդհակառակը հայտարարել են, որ գործընթացը սկսված է, գործընթացը ընթացքի մեջ է եւ պետք է հասնենք նրան, որ այդ գործընթացը ժամանակի առումով հնարավորինս շուտ լինի։ Ես պաշտոնապես, որպես իշխանություն հայտարարում եմ, որ սուտ են խոսում բոլոր նրանք, ովքեր որ ասում են, որ ռուսական իշխանությունը ասել է, որ մենք զենքը չենք տա։ Նման բան չկա։ Պայմանագիրը կնքվել է, պաշտպանության նախարարը փակ քննարկումների ժամանակ այդ հարցին անդրադարձել է, ես ընդհանրապես իմ լիազորությունների շրջանակներում ասեմ, այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են եւ ես լավատես եմ այդ ուղղությամբ։ Եվ օր առաջ այնքան սպառազինություն, այնքան ռազմական օժանդակություն, որ մեզ ցուցաբերել է Ռուսաստանը, որևէ պետություն, ես կրկնում եմ, որևէ պետություն դրա կեսին էլ չի արել։ Ես չեմ մեղադրում սա այլ պետությունների, պարզապես ուզում եմ, որ մեր հանրությունը հասկանա, որ այո, եթե մենք խոսում ենք թերություններից, որոնք կան, պետք է խոսենք նաև առավելություններից, որը բերել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Ռուսաստանը ասում է, որ մեր զենքը չի մտնի Արցախ, նմանատիպ մեկնաբանություններ են այսօրերին հնչում։ Մենք իբրև իշխանություն, իբրև պետություն չպետք է մտածենք այլ ընտրանքային ուղիներով զենք ձեռք բերելու այս պատերազմը։ Պետք է մտածենք, մտածում ենք, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, այն պայմաններով, որ Ռուսաստանն է մեզ զենք տրամադրում, այս պահին որևէ երկիր նմանատիպ պայմաններով, որը ձեռնտու է հայկական կողմերի համար, չի տրամադրում։ Եթե կլինեն ավելի, այսպես ասած, ընդունելի առաջարկներ
Հայկական կողմը կաշկանդված չէ։ Բայց պատերազմական իրավիճակի եւ հիմա է պետք է հնարավոր չէ հասցնել մի այնպիսի իրավիճակի, որ շատ արագ այդ զենքը Հայաստան հասնել։ Կարծում եմ, որ մենք այս արհեստական սլակները ուղղելը դեպի Ռուսաստան կամ երկու այլ համանախագահներ, Միացյալ Նահանգներ եւ Ֆրանսիա պետք է դադարեցնենք, եւ եթե սլակները պետք է ուղղենք, սլակները պետք է ուղղենք դեպի Ադրբեջան եւ դեպի Թուրքիա։ Խնդիրը այնտեղ է եւ պետք է աշխատենք եւ ռուսական կողմի հետ, զարգացնելով մեր հարաբերությունները եւ ամերիկյան կողմի հետ եւ ֆրանսիական կողմի հետ, ամենառանցքում ունենալով մեր պետական շահը։